Օրտնեցեք զանիգա իր զորավոր գործերուն համար, ամեն շունչ ունեցող տողդերը օրտնե, ալելույա։ Եկեք միասին դերը պարապանենք, երկելով մեր առաջին երկը ոտքի վրա, երթիվ 178-ը, երթիվ 178-ը։ Մինչ ոտքի վրա ենք, դարձնենք մեր երկարաներուն ետևը փոխածած ընթերցում թիվ 26, փոխածած ընթերցում թիվ 26։ Ալասկե ետև եղբայրներս զորացեք Տերոջմով ու անոր զորության կարողությունովը։ Ձեր վրա հակեք Աստուծո սպառազինությունը, որովհետեւ կարող ըլլակ սատանային հնարքներուն թեմ տնել։ Բազմազի մեր պատերազմը արյունի ու մարմնի հետ չէ։ Ուղեկիչներու հետ, եւ այս խավար աշխարհին իշխաններուն հետ, երկնավորներու մեջ եղող չար ոգիներուն հետ։ Այսօր համար ձեր վրա արեք Աստծո սպառազինությունը։ Որովհետեւ կարող ըլլակ չարության օրը թեմ տնել։ Ու ամեն բան լմնցնելու ետև հաստատուն գայնել։ Ուստի ձեր տեղը գայնեցեք մեջքերին ճշմարտության ամուսնելով ու արդարության զրահը հագնելով։ Ու ոտքերնուտ հագցնելով խաղաղության ավետարանին պատրաստությունը։ Եվ ամեն բանի վրա հավատքին վահան արեք, որով կարող պիտի ըլլակ չարի ամեն գրագոտ նետել արեք։ Եվ փրկության սավաղարդը արեք ու հոգին սուրը, որ Աստծո խոսն է։ Ամեն աղոթքով ու խրձվածքով, ամեն ադեմ աղոթք գրեք հոգիով։ Ու այս բանին վրա հսկեցեք կատարյալ հարադեպությամբ ու աղաչանքով բոլոր սուրբերուն համար։ Խաղաղություն եղբայրներուն եւ սեր, հավատքով մեկտեղ Հոր Աստծուն է, Տեր Հիսուս Քրիստոս է։ Շնորհք այն ամենուն հետ։ Որոնք մեր Տեր Հիսուս Քրիստոսը անկեղծությամբ կսիրեն։ Ամեն։ Աղոթենք։ Երտնավոր հայր գխոնարին կու արջևդ, կուզենք շնորհակալություն հայտնել մեզի շաբաթ մնա բահեցիր հոսպերիր,
Շնորհակալ ենք Տեր, որ մեզ ամեն տեսակ զենքեր տված ես, որպեսզի չարին սատանային թեմ տնենք։ Մեզի զորացրով Տեր, քննե մեր սրտերը, մեր խորհուրդները, մաքրե սրբե, որպեսզի դու մեր մեջ գործես միմիան։ Հիսուսի անունով կխնդրենք։ Ամեն։ Շարունակենք Տերը պարապանել երկելով երթիվ 355 այս երկին առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ համարները պիտի երկենք։ Երթիվ 355 Քրիստոս պրգանք եղա, բայց գիտեմ, որ ու եմ հավատացել և համոզված եմ, թե կրնաբահել, զայն որ իրեն եմ ավանտել, մինչև որ այն մեծ օրդյան, չեմ գիտեր, թե ինչպես վերեն հավատքին զիդվա, ոչ ալ ինչպես խոսքով իրեն խաղաղություն ամպա, բայց գիտեմ, որ ու եմ հավատացել և համոզված եմ, թե կրնաբահել, զայն որ մինչև որ այն մեծ օրդյան, չեմ գիտեր, թե ինչպես հոգին կհամոզե մարդի, ցուցունելով փրկիչ անկին, քաշե մեգիկ մեգիկ, բայց գիտեմ, և համոզված եմ, թե կրնաբահել, զայն որ իրեն եմ ավանտել, մինչև որ այն մեծ օրդյան, չեմ գիտեր, թե կեշտես մերլեմ, ինձ հորս ոնպես նորեմ, և համոզված եմ, թե կրնաբահել, զայն որ իրեն եմ ավանտել, մինչև որ այն մեծ օրդյան։ Բարի եկացեք միասին Տերը բաշտելու, Կուզեմ մեր եղեցին կարգ մեր կործունությունները, հայդարարությունները ծեր ուշահատյան պերել։ Ինչպես կտեսնեք, այսկևեջ բատկամներուն ամպոպում են արադույի մեջ կրնակ գտնել և կրնակ հետևիլ։ Ինչպես կհայդարարեինք, որ այսօր անդամական ժողով կա, դիշ պաշտամունք են վերջ, վարի սրահի մեջը, կխնդրենք բոլորըտ ներգայալակ։ Կուզենք շնորհակալություն հայտնել ամեն անոնք, որ եղեցին նվերադություն գնեն, մասնավոր Սուրեն Հաջյանի հիշադակին արիտով ամեն անցիկները, որ նվերադություն տվին։ 2004-ի լրադուններու կրկույկ Տերոջը օգնությամբ մոդորեն լույս պիտի տեսնի 2004 դարվան լրադուններու հավաքույթի կրկույկը։ Անոր մեջ պիտի տեսնենք բոլոր դարվան 52 գերագիներու մեջ պաշտամունքներու ցանկը Կարոզված նյութերը եղեցին զանազան գործունեությունները եւ այլ տեսակի հետաքրքրական լուրեր եւ դեղեցություններ մեր ժողովրդին առընչությամբ
Որքան փափակելի է, որ այս աշխատանքը եւ ցերնարգը քաչալերություն գտնե բոլորին կողմէ։ Դիգարտամ Աստծո սուրբ խոսքեն Սամոս 119 մեգեն 16-րդ համարները Սամոս 119 մեգեն 16-րդ համարները Երանի ջամփով ամպիցներուն որոնք դերոջը օրենքի մեջ կգալեն Երանի անոնց որոնք անոր վկայությունները կբահեն ու բոլոր սրտով զինք կխնդրեն եւ անօրենություն չեն ներ, հաբա անոր ջամփաներում մեջ կգալեն։ Թում բադվիրեցիր, որ շատ ըսկուշությամբ քու հրամաններդ պահենք։ Երանի թե իմ ջամփաներս հաստատվին քու կանոններդ պահելով։ Այն ադեմ պիտի չամճտամ, եւ քու բոլոր բադվիրանքներդ ըսկուշություն ունեմ։ Պիտի քովեմ քեզ ուղիղ սրտով եւ քու արդար դաստաններդ սորվիմ։ Քու կանոններդ պիտի պահեմ Զիս բոլորովին մի թողուր։ Երդասարտը ինչով մակրե իր ջամփան, քո խոսքիդ համեմատ անոր ըսկուշություն անելով։ Իմ բոլոր սրտովս խնդրեցի քեզ, մի թողուր զիս, որ քո բադվիրանքներդ մոլորիմ։ Իմ սրտիս մեջ բահեցի քո խոսքերդ, որբեսի չմեղանչեմ քեզի դեմ։ Օրտնյալ ես տուն ով դեր, սորվեցուր ինձի քո կանոններդ, Իր շրթունքներով բատմեցի քո փերնիդ բոլոր բադվիրանքները քո վկայություններուդ ջամփովը ուրախացա որբեսի ամեն կերպ հարստությունով քո հրամաններուդ վրայով պիտի մտածեմ եւ քո ջամփաներդ պիտի դիտեմ քո կանոններովդ պիտի ուրախանամ եւ քո խոսքդ պիտի չմոռնամ ամեն Գողջունենք ձեզ Քրիստոսի բադվական անունով, բարի լույս ձեր բոլորին, ուրախ ենք, որ միասնաբար դարձյալ դերոջ տունը լալու ուրախություն ունենք, այս օրտնյալ դերունական օրվա մեջ և միասնաբար զաստված պաշտելու համար գհավաքվինք հոս, դեր օրդն է ձեզ ամեն մեկը և մեր սրդերը թող դերը կրավ է, անոր խոսքը, անոր ներգայությունը, անոր ներքործությունը, ասոր համար աղոտքով ասոր արջև խոնարինք։ Շնորհակալ ենք քեզ մեր երկնավոր Հայր, որ այս արդույալ քո սերդ մեզ կգանչե, որբեսի գարենանք քո խոսքերդ լսել, քո շնորհքդ անգամ ևս վայելել։ Փառքուտանք մեր սրտերեն, որ տուն գենաց խոսքդ ոչ թե միայն շնորհեցիր, հաբա նաև անոր քրավոր ցևնալ ունենք, որբեսի մեր հայրերուն խորհուրդները անոնց դված քո խոսքերդ արձանագրությունները գարենանք ունենալ մեր սրդերուն, մեր կյանքերուն մեջ ու գրկնենք ադոնք։ Հավասիկ այն սաղմոսը, որ գարտացինք փառքուտանք քեզի ով դեր, որ տարերու ընթացքին մինչև մեզի հասավ։ Եվ փառքուտանք քեզի այն գենաց խոսքին համար, որ Դեր Հիսուս Քրիստոս ինքն է, այն խոսքը, որ մարմին արավ և մեր մեջ բնակեցավ, ասոր համարալ փառքուտանք։ Խնդրենք, որով դեր այն խոսքը, որ տուն խոսեցար, չլա որով դեր ետ թարնա, անօգուտ օլլա, հաբով դեր իր աստեցությունը կործե մեր կյանքերուն սրդերուն մեջ։ Այն ինչ որ կգարթանք, ինչ որ կգերքենք,
Ինչ որ գլսենք պատկամներ շնորհքով դեր որ մեր սրդերում մեջ թող փորակրվի եւ արդյունք ունենա բդուղ դա որբեսի ով դեր գարենանք վայելել անոր օրհնությունները Փառք քեզի որով դեր տարիները ի վեր քու խոսքդ լսելու արիթ ունեցանք Փառք քեզի որ անոր արդյունքնալ վայելեցինք մեր դուներուն մեջ թե անհադաբես թե ընդանյոք եւ թե հավաքապար այս բոլոր բաներուն փառք տված ադենիս երբեք ով դեր չենք մոռնալ շնորհակալություն հայտնել եւ երախտաբար լալ քեզի օրհնե խոսքդ մեր կյանքերում մեջ ինչպես նաեւ օրհնե մեր եղբոր բատկամապեր ծարայիտ խոսքերը եւ թուն խոսե անոր միջոցով որբեսի իրապես օրհնություն լա մեզ ամեն մեկուն համար Մինչ կվայելենք ու ներկայությունդ երբեք չենք մոռնալ մեր այն սերները որոնք ով դեր այսօր ներկա չգրցան լալ անանքիստ լալով առանցին լալով ինչպես նաև զանազան դարբեր պատճառներով թունով դեր իրենց հետ լաս քու ներկայությունդ անոնց ըսկալի լա գիտենք որով դեր թուն մեր կյանքերում մեջ կկործես այն սերմերը որ ցանված է մեր սրդերուն մեջ մեր սիրելիներուն մեջ մանավանդ անոնց որոնք ով դեր այսօր ներկա չգրցան լալ հոս թունով դեր զանոնք գենթանացուր ոչ թե միայն մեզ հապակու գենաց խոսքից սերմերը մեր կյանքերում մեջ թող գենթանանա եւ ով դեր անոնք մեզ արթնցնե զորացնե հույսով լեցնե Եվ քո զավակներդ օրհնվին, եկեղեցիդ օրհնվի։ Փառք դանգով դեր ներկործող Սուրբ Հոգիիդ համարալ, որ գործե արդեն այս բոլորը կխնդրենք քեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Շարունակենք դերը պարապանել ոտքի վրա երկելով երկ թիվ 448-ը, երկ թիվ 448-ը։
սրբագործելով թախիցներ հոգեգեր սրտագործերով թախիցներ հոգեգեր հոգին որ գնդրել զիս իրեն ապապել բնավ չմատներ ծերկը իր ոսոխի թշոխնալ բնավ չեմ վկել հարմոքի բնավ լկել այն հոգին Բայլույս ծեր բոլորին, Տեր Հիսուսի անունով կողջունեմ ծեր բոլորդ հուսալով և հավատալով, որ Տերոջը շնորհքը մեր բոլորին հետն է, մեզի օրհնելու և այստեղ հավաքված ենք այն հույսով, այն հավատքով, որ Տերը ներկա է իր տանը մեջ և մեզի օրհնելու համար մեզի ալիքներ կուտա։ Եվ որքան կարևոր է, որ գիրագի արդուները այս պահը Աստծո նվիրենք բոլոր դժվարություններուն թեմթնելով և հավաքվենք իր տանը մեջ զինք պաշտելու, պարապանելու և իր խոսքը լսելու։ Անցյալ շաբաթ բադվերին մեզի հետ բաժնեկցեցավ Աստծո խոսքի կարևորության և Աստծո խոսքի թարգմանության մասին։ Մենք որ այսօր մեր դուներուն մեջ, մեր եկեղեցիներուն մեջ, մեր սինակներուն մեջ Աստվածաշունչ ունենք, ադիգա թյուրին գերբով մեզի չէ հասած։ Թարերու ընթացքին Աստծո խոսքը միշտ այսպես ասած գրվախնձոր եղած է, ինչպես հայերենով գսենք, պատճառ եղած է, որ խնդիրները լան, որ Աստծո խոսքը ժողովրդին պետք է մատչելի լա կամ ոչ։ Շատերը իրենց կյանքը տված են, որպեսզի Աստծո խոսքը ժողովրդին մատչելի դարձնեն։ Եվ այսօր մենք ունենք մեր ցերկերուն մեջ շատ անգամներ նկատի չեն գարներ, բայց Աստվածաշունչը, որ մեր ցերկերուն մեջն է, անոր քինը վճարված է։ Շատեր իրենց կյանքը տված են, շատեր աշխատած են թարգմանելու, մեր մեջ ունենք բադվերին, որ թարգմանությամբ սպաղած է, շատերը գիշերներ լույս ցուցած են, որովհետեւ մենք կարողանանք գարտալ եւ հասկանալ։ Այնպես որ եկեք արժեքը գիտնանք Աստվածաշունչին, որ մեր ցերկերուն մեջն է։ Մեր այսօրվա նույնն է գերբարանափոխող խոսքը։ Անգլերենով the transforming word, կամ the word that transforms, խոսքը, որ գերբարանափոխե, կամ գփոխե, մեկ վիճակ է ուրիշ վիճակի գդարձնե։ Գիտեմ, որ քիչ մի երկար է բառը հայերենով, բայց եւ այնպես մեջը խորունկ իմաստ կա, բարդ բառ է ինքը, գերբարանափոխող, գերբարանքը գփոխե, վիճակը գփոխե։ Խորեն եղբայրը մեզի գարտած 119-րդ Սաղմոսին առաջին 16 համարները։
119-րդ Սաղմոսը 178 համարներ ունի և գրեթե Աստվածաշունչին մեջտեղը կգտնվի։ Ամենը երկար գլուխն է, բայց և այնպես գխոսի ինքն իր մասին, Աստուծո խոսքին մասին։ Եվ ադիկա ցույց կտա, որ որքան կարևոր է Աստուծո խոսքը, որ 119-րդ Սաղմոսը գրողը, որ ինքնին անհայտ է, շատերը գսեն, որ Դավիթ թագավորն է, գրնա ալլալ Դավիթ թագավորն է, բայց չենք գիտեր ով է։ Այս Սաղմոսը գրողը համդեսած է և գիտած է, որ որքան կարևոր է Աստուծո պատվիրանքները, Աստուծո օրենքները և անոր խորհուրդները։ Եվ այնպես շատ հատվածներ կգտնենք Աստվածաշունչին մեջ, որ կխոսի Աստուծո խոսքին մասին, ինքն իր մասին և Աստուծո խոսքին կարևորության, գործին և ուղղություն տալու մասին։ Հիմա որովհետև մեր ժամանակը կարճ է, ես միան մեկ բաժին անդրեցի և այդ հատվածին ընդմեջեն կուզեմ ցեզի հետ բաժնեկցիլ, կպապակին բաժնեկցիլ, ինչ որ կհավատամ Աստված սրտիս վրա դրավ։ Այդ բաժիններն մեկը Եբրայեցիներու գրող անցին խոսքերն են։ Եվ ադիկա կգտնվի Եբրայեցիս 4-րդ գլխուն 12 և 13 համարները։ Հետևյալը գսե. Վասնզի Աստուծո խոսքը կենդանի է ու զորեղ և ամեն երկսայրի սուրե գդրուկ, որ գթապանցե մինչև շունչը ու ոգին և հոտվածները ու ձուծը, գքննե սրտին խորհուրդները ու մտածումները։ Չկա արարածը, որ անոր թեմ չերևնա, հապա ամեն բան բաց ու հայտնի է անոր աչքերուն առջև, որում պիտի դրվի մեր հաշիվը։ Աստուծո խոսքը կենդանի է և զորեղ։ Եկեք այս երկու բառերուն վրա քիչ մը կենտրոնանանք և մտածենք, թե ինչ կնշանակե Աստծո խոսքը կենդանի է։ Կենդանի է, այսինքն ապրող է, այսինքն ներկա է, այսինքն մեջը կյանք կա և ալավելին Աստուծո խոսքը կյանք գուտա։ Բարս խոսք մը չէ ադիգա, այլ կորձունյա խոսք մն է, կյանք դվող խոսք մն է։ Խոսք մը չէ, որ երբ որ գգարտանք, գլսենք, գմտածենք, ադիգա մեզի բարզապես քաղաքարներ գուտա։ Միան ադիգա չէ, կամ բարզապես մեզի գիտություն գուտա, բարզապես մեզի որոշ բացատրություններ գուտա, knowledge, այդ բոլորը գնե Աստծո խոսքը, բայց ատկե անտին գնե, որ ինքը կյանք ունեցող խոսք է և կյանք կուտա մեզի ամեն անգամ, որ գգարտանք և մեր մեջ գմփրնենք այս խոսքը։ Նույն ինքն Աստված ստեղծագործեց ինչ որ գա մեր շուրջը և ինչ որ ենք մենք իր խոսքովը, խոսեցավ և քոյություն ունեցավ ինչ որ ունեցավ, խոսեցավ խավարին և լույսը ծագեցավ, խոսեցավ հողին և աթամ ոտքի ելավ, խոսեցավ երկինքին և աստղերը երևցան։ Աստուծո խոսքը կենդանի է, կյանք տվող խոսք է։
Այս պատճառով Հիսուսը ասավ այն խոսքերը, որոնք ես ցեզի կխոսիմ, հոգի եւ կյանք են։ Հովանու 6:64։ Այն խոսքերը, որ ցեզի կխոսիմ, հոգի են, կյանք են, ապրող են, ճշմարտություն են, իրականություն են։ Եվ անորոմար ամեն անգամ, որ Աստվածաշունչը կգարտաս եւ մանավանդ Հիսուսի խոսքերը կգարտաս, քիծած եղիր, որ այդ խոսքերը քեզի կյանք կտան։ Եվ եթե այդ սրտով եւ այդ հոգիով գարտանք, այդ կյանքը կստանանք եւ այդ կյանքը գաբրինք։ Աստծո խոսքը կենթանի է։ Աստծո խոսքը զորեղ է, զորություն ունի, աստու է, աստեցի է, արդյունք կուտա։ Եվ որ Աստծո խոսքը գառնենք եւ գմփրնենք, ադիգա արդյունք կուտա։ Բան մը գփոխվի մեր մեջ։ Նայեցեք Աստված ինչ կսե Եսայի մարգարեին միջոցով։ Վասնզի ինչպես անձևն ու ցյունը երկինքեն գիչնեն եւ հոնչեն դառնար։ Հավա երգիրը գորոքեն ու զանիգա բդրապեր ու արքասավոր գթարցնեն, ցանողին հունդ և ուդողին հաց կուտան։ Գսե, որ ինչպես որ ցյունը և անձևը երկինքեն երգիր գիչն է, և հողը չուր գնե, թաց գնե, խոնավ գնե, և այդ չուրը, որ հողին վրա գիչն է, գսկս ինչ ըլլալ հողին դագեն, ցանված սերմը արդյունք կուտա։ Երևակայեցեք, որ դուք ձեր բարդեզները չի չրեք։ Դուք ձեր ծաղիկները չի չրեք։ Ինչ կբադայի։ Գչորնա։ Հիմա օտերը բաղեցան, մենք մեր բադշկամը քանիմը պաներ ցանած էինք, գինս ներս մծուց, անոնք որբեսի բաղեն չի չորնա։ Հիմա ամեն անգամ, որ գեսորե վեժդուն ու կային զիգսե այսօր ծաղիկները չրեցիր, որովհետև չի չրվին է, բոլորս ալ գիտենք, որ պիտի չորնա։ Աստծո խոսքը ճիշտ այդ չուրին պես է։ Որ եթե տուն այդ խոսքը առնելով քու մեջդ չամփարես, տուն ձայգի մպես կչորնաս։ Աստծո խոսքը չուրի պես աստեցիկ է, ինչպես հողը պետք ունի այդ չուրին, այնպես ալ մարդ արարածը պետք ունի Աստծո խոսքին։ Ուրեմն նաև որչափ կարևոր է Աստծո խոսքը։ Իմ պերնես ելած խոսքն ալ գսե այնպես պիտի ելլա, չուրին պես պիտի ելլա, որ երկինքեն գիչտե, գսե ինձի բարապ պիտի չի դառնա։ Արդյունք պիտի դա այսինքն, հավա իմ գամքս պիտի գադարե, հաչողությամբ կործածրե այն բանը, որուն համար զանիգա ղրգեցի։ Աստծո խոսքը գենթանի չուր մնե, որ յուրաքանչյուրս պետք ունենք սնվելու, որբեսի կարողանանք արդյունք տալ։ Թե պետք ասենք, որ քրված խոսք մնե, կգարտանք, ինչ կրնա փոխել։ Գիտեք, երբ որ քանտագործություն մտեսնես, կամ օրինակ առնենք եկեք Մայքլ Անջելոն, անոնք որոնք իտալիակացած են, շատ մի եկեղեցիներու մեջ տեսած են Մայքլ Անջելոյի գործերը։ Հիանալի, քեղեցիկ։ Ես աչքերովս չեմ տեսած, նկարները տեսած եմ։ Գիտեք, ինչ բանը այդ քեղեցիկ քանտագի գործ վերածեց։ Մուրճը եւ երկաթը միան։ Մուրճը եւ երկաթը բավարար է, որ այդ ժայռը քեղեցիկ քանտագի մը վերածվի։ Ոչինչ է մուրճը եւ գդորմի երկաթը։ Բայց երբ որ արվեստակետին ցերկն է, այդ դքեղ քարը, այդ դքեղ ժայռը ամենակեղեցիկ քանտագի
գվերացվի։ Ես եւ ցուն այդպես ենք, այդ ժայրին պես ենք, որ մեղքի պատճառով դքեր ենք, փանիմը չենք կար։ Բայց երբ որ Աստծո ցերքին մեջ կլանք, Աստված իր մուրջը, իր խոսքը գկործածե եւ մեզի կսկսի քանթագել եւ գվերածվինք քեղեցիկ արվեստիմը, քեղեցիկ արվեստի արարգայիմը, ինչպես այդ ժայրերը վերածվեցան քեղեցիկ քանթագիմը եւ յուրաքանչյուրս կսկսին ցեվագերբվիլ Քրիստոսի բատկերը գարնենք, գարձեք թե Քրիստոսի քանթագը գարնենք, Աստծո խոսքը այդ մուրջը եւ այդ երկաթի գդորն են, այդ մեծ քամերն են, որ եթե ճիշտ կերպով կործածվի, Աստծո գոմե, երբ որ մենք ճիշտ կերպով հանձնվենք Աստծո ցերքերուն մեջ, մեզի այդ քեղեցիկ գերբարին կփոխի։ Աստծո խոսքը հզոր է, զորավոր է, Աստծո խոսքը կյանք տվող է, կենդանի է։ Շարունակելով այս խոսքի մեջ, այս հատվածի մեջ, Եբրայեցիներու նամակը քրողը, որոսեմ դարձյալ չենք գիտեր ով է, հավանաբար գսենք Պողոս Արաքյալ է, քրողը նմանցնե Աստծո խոսքը, գիտեք ինչի, երկսայրի սուրի։ Սուրմը, որ երկու կողմեն սրած է, երկու կողմեն ալ սուր է։ Հիմա մենք մեր դուներուն մեջ, խոհանոցին մեջ թանակ կկործածենք, դեսագավոր թանակներ ունենք, միս կդրելու, կետախնցոր գեղվելու, բդուղ կդրելու և այլն, դեսագավոր թանակներ ունենք, որ մեկենի սուր չենք կործածեր, մեկը կա, որ իր խոհանոցի մեջ սուրով կգդրե, չենք կործածեր, թանակ կկործածենք, որովհետև պետք ունենք, որ մեկ կողմը սուրը լա, որովհետև կարողանանք մյուս կողմով մադերնիստ տնել, ցերքերնիստ տնել, թե ոչ գվիրավորվինք։ Աստծո խոսքը գսե երկու կողմեն սուր է։ Որ կողմեն որ զարնվի, որ կողմեն որ կա գգդրե։ Փանմը չի գա, որ Աստծո խոսքին առջև գտնա գենալ։ Սուրը ինչի համար է։ Հիմա գիտեք, փանակներ սուր չեն կործածեր այլևս, զենք կկործածեն, տեխնոլոգի կկործածեն բادرազմի մեջ, բայց այն ժամանակ սուր կկործածեին։ Սուրը երկու բան կնե, նախ գբաշխբանե զինվորին, երբ որ թիմացի զինվորը իր սուրով պիտի զարնե, զինվորը, որ իր ցերքը սուր ունի, գբաշխբանե այդ սուրով, և երկրորդ սուրը հարցակումի զենք է։ Եթե միան պաշտպանվի զինվորը չի հաղթեր, պետք է նաև հարցակի։ Աստծո խոսքը ճիշտ նույն թերը կկատարի։ Աստծո խոսքը պաշտպանություն է մեզի։ Երբ որ կգարթանք, երբ որ կըմբռնենք, երբ որ գաբրինք Աստծո խոսքը, մեզի պաշտպանություն է։ Պայման չէ որ դու ըսկաս ադիգա ինչ կնեք ու մեջդ, բայց երբ որ Աստծո խոսքը գահայդարարես քո կյանքիդ մեջ, պաշտպանված ես։ Երբ որ Աստծո խոսքը կգարտաս եւ գենթանի է քո տանդ մեջ, պաշտպանված ես։ Երբ որ Աստծո խոսքը հերույ է, դու պաշտպանություն չունիս։ Եվ եթե պաշտպանություն չունիս, թշնամին համար թյուրին է քեզի հաղթելը։ Ուրեմն նայեցեք, որքան կարևոր է, որ Աստծո խոսքը գարթանք, մտի գնենք, գիտնանք, հասկանանք, որպեսզի ադիգա մեզի պաշտպանությունը լա։ Գսե որ գմտնե մարդուն մինչև հոգին, մինչև անոր շունչը, միտքը, խորհուրդը, մտածումները։ Հիմա ով գիտե մեզ ով ինչ կմտածի գոր։
Ով գիտե իր կովինին սրդի մեջ ինչ կա։ Չենք գիտեր։ Ամենը խորուկ տեղերն են։ Քու մտքիդ մեջ ինչ որ գմտածես մեկը չի գիտեր։ Ամենը խորուկ տեղն է քու սիրտդ։ Եվ Աստծո խոսքը գսե մինչև հոն գրնա մտնել։ Մեջտեղ գահանե։ Քու մտքիդ խորուրդները, քու սրտիդ մեջ եղածները Աստծո խոսքը մեջտեղ գահանե։ Անոր համար Հակոբոս Արաքյալ նմանցուցած է Աստծո խոսքին հայելիիմը։ Մեջտեղ գահանե։ Աստծո խոսքը գսե գտապանցե մինչև ոսկորները եւ ձուծը։ Ձուծը գիտեք որն է ոսկորի մեջի այդ յուղը, որ ամենը համովն է։ Մենք հայերս փաչակը սիրենք։ Ամենը համով դեղն է։ Անցյալները ոսկորով ջաշ մարած էինք, ես ոսկորները զարդելով սկսա, դղաներս ասին ինչ կրես կոր բաբա։ Ձուծը մեջն է, ամենը համովն է։ Գիտենք բոլորս։ Աստծո խոսքը գսե մինչև հոնգը մտնե։ Մինչև հոն գերթա, չի հասնելիք տեղը գերթա։ Երկու կողմեն սուր է։ Ոչ մեկ բան գրնա իր առջև արգելք կենար։ Անոր համար գմտնե մինչև մեր ներքին խորքը եւ մեջտեղ գահանե մեր նպատակները, մեր ցանկությունները, մեր վախերը, մեր մեղքերը, շատ անգամներ մեր քաղտնի մեղքերը, որոնք միան մենք գիտենք, բայց Աստծո խոսքը մեջտեղ գահանե։ Ոչ մեկ բան արգելք է, որ չի թափանցե խոսքը, այլ ամենտեղ գրնա թափանցել։ Աստծո խոսքը խորհուրդներ մեջտեղ գահանե։ Ադե իր գործը, ադե իր նպատակը, փամը չի գա որ թիմացը գենա եւ արգելք գենա։ Մեջտեղ գահանե եւ դուրս գահանե մտությունը, հբարդությունը, մեղքը, խապկանքը, գեղձիկը, Աստծո խոսքը մեջտեղ գահանե։ Ինչու համար այս բոլորը գնե Աստծո խոսքը, որովհետև գսե մարդուն սրդին խորհուրդները գքննե, մարդուն սրդին մտածումները գքննե, դուրս կհանե, ինչ որ գմտածե գոր, ինչ որ գծրակրե գոր, այդ բոլորը խոսքը դուրս կհանե։ Ինչ որ չերևիր, ինչ որ չի տեսնվիր, ինչ որ գնենք, մեր թրթապատճառները, motivations, Աստծո խոսքը մեջտեղ գահանե։ Ամեն բան բաց ու հստակ է այս խոսքին առջև։ Հիմա մենք երբ որ անանկիստ կլանք, բժշկի երտանք։ Հիմա բժիշկները դուրս են գքնեն, բայց ադեներ շատ բան չեն հասկնար, մեզի նկարի գղրգեն։ Հիմա երեք տեսակ նկարներ կան, X-ray կա, CT scan կա և MRI կա, ամեն մեկ իր գործը ունի։ Եթե գդրված տեղմ ունիս, կեզի X-ray գղրգեն։ Եթե միսիտ մեջ, ուղեղիտ մեջ, մարմնիտ մեջ, ստամոքսիտ մեջ և այլն soft tissue, գագուղ, ասենք միսի խնդիր ունիս, MRI գղրգեն։ MRI, Magnetic Resonance Imaging, ասիկա հնարողը հայ է այս մեկենան, Dr. Raymond Դամադյան, վերջերս մահացավ։ Եվ մեջտեղ գահանե։ Այս magnetic մեկենան, resonance մեկենան մեջտեղ գահանե։ Մարմնիտ մեջը ինչ կա, շատ հստակ կերպով։ Դե ինաս ոսկորդ կդրվի, X-ray գղրգեն կեզի, X-ray մեջտեղ գահանե, ուր ջայտ կա, ուր գդրված կա։ Աստծո խոսքը ճիշտ աս մեկենաներում բես է։ Դուրս են չերևիր, բայց խոսքը մեջտեղ գահանե ձածուկ և խորունկ տեղ ինչ կա։ Ինչու գնե այս բոլորը, որբեսի հաշիվի բերե։
Հաշիվի պիտի գնանք կսե։ Աստծո առջև հաշիվի պիտի գնանք։ Հիսուսի շատ մտածած արակներուն մեջ հաշվետվություն կար։ Հաշիվ տալ կար։ Գիշեք դաղանտներու արագը մեկուն դվավ 5, մյուսին դվավ 2, մյուսին դվավ 3 եւ 1 եւ հերավոր երկի քրած։ Եվ յետքը վերադարձավ գսե եկեք հաշիվ տվեք ինձի։ Ասի արակները մեկն է։ Հաշվետվություն կա, այսպես կսե Աստծո մեջ ալ։ Որում պիտի դրվի մեր հաշիվը։ Ուրեմն տեսեք որքան կարևոր է Աստծո խոսքի ներկայությունը մեր կյանքի մեջ։ Ադիգա մեզի ոչ թե միան գարձիկ կուտա, քաղաքար կուտա, գսորվեցնե, այլ Աստծո խոսքին հետ երբ որ կորձակցինք, գերբարանափոխվինք։ God's word is not only an information, but also a transformation. Գերբարանափոխե քեզի։ Գտարցնե քեզի։ Մեկ վիճակեն ուրիշ վիճակի։ Անոր համար Պողոս Արաքյալ գսե հավատքը լսելն է եւ լսելը Աստուծո խոսքն։ Հռոմեացիս 10:17։ Ուրեմն խոսքը երբ որ գլսես եւ միտք գարնես այդ լսելը ինչի կփոխվի հավատքի։ Հիմա երբ որ դու քո անձդ կգնես եւ գսես որ օ հավատքս նկարացած է, գիտեք ինչ է տեղը։ Աստծո խոսքը։ Խոսքով լեցվիր եւ պիտի տեսնես ինչպես հավատքդ պիտի բարձրանա։ Որտեւ հավատքդ կապված է Աստծո խոսքին։ Լսե խոսքը, մտի գրե, ըմբռնե, քու մեջդ ար։ Եվ ինչպես հողին դագեն այդ փույսը գծելի, այնպես հավատքդ ելնելու պիտի սկսի, բարձրանալու պիտի սկսի, ավելնալու պիտի սկսի։ Ուրեմն Աստծո խոսքը գենթանի է ու զորեղ եւ ամեն երկսայրի սուրե գդրուգ է, որ մինչև շունչը եւ հոգին հոտվածները, ձուձը, ոսկորներու մեջը գտապանցե, սրդին խորհուրդները եւ մտածումները գքննե, ոչ մեկ բան կա որ չերև դարանոր արջև, ամեն բան գերևնա, որուն մեր հաշիվը պիտի դանք։ Ուրեմն նայենք ինչպես մենք պիտի կործակցենք այս խոսքին հետ։ Եվ խոսքը նաև շատ կարևոր բան մգն է։ Եվ այսով վերջացնեմ։ Քիչ առաջ մեր եղբայրը խորենը գարտած 119-րդ Սամոսեն քանիմը համարներ, առաջին 16 համարները, 11-րդ համարին մեջ շատ քեղեցիկ խոսք մգա, որ այսպես կսե. խոսքդ սրդիս մեջ պահեցի, որ չմեղանչեմ քեզիդ եմ։ Խոսքդ սրդիս մեջը պահեցի, որովհետեւ քեզիդ եմ մեղք չի գործեմ, որովհետև Աստծո խոսքը գմակնե մեզի, Աստծո խոսքը գուղե մեզի, բայց ասկե ավելի ալգն է Աստծո խոսքը, ոչ թե միան գմակրե մեզի, այլ նաև մեզի գոքնե, որբեսի մեղք չի գործենք։ Քիչ առաջ կսեի, որ Աստծո խոսքը գպաշտպանե մեզի, փորձություններուց իմաց Աստծո խոսքը մեզի պաշտպան է, որբեսի մեղք չի գործենք։ Խոսքը սրդիս մեջ պահեցի, որբեսի չմեղանչեմ քեզիդ եմ։ Սամոս 119:11 համար։ Հիշենք Հիսուս ինչպես պատրաստվեցավ իր փորձության ընթացքին, երբ սատանան եկավ։ Այս քարերունս է հաց թողնան։ Մարդ միայն հացով չաբրիր, այլ ամեն խոսքով, որ Աստծո բերն ընկել է։ Հիսուս որդի Աստված ըլլալով
Աստուծո խոսքը կործածեց երկսայրի սուրիմը պես։ Իբրև պաշտպանության զենք եւ իբրև հարցագումի զենք։ Խոսքը սրդիս մեջ պահեցի, որովհետեւ չմեղանչեմ քեզի դեմ։ Մենք մեր մասին մտածենք։ Ուր է Աստծո խոսքը մեր կյանքին մեջ։ Արդյոք Աստծո խոսքը գենթանի է, ապրող է մեր կյանքին մեջ, մեր սրդի մեջ, թե ոչ Աստծո խոսքը բարձավես քիրք մնե մեր քրատարանի մեջ։ Եվ կամ application մնե մեր տելեֆոններուն մեջ։ Եվ կամ գարձես պաշտպան մնե մեր բարձերուն տակ։ Ուր է Աստծո խոսքը մեր կյանքին մեջ։ Արդյոք բահված է մեր սրդին մեջ, մեզի պաշտպան եւ բահաբան, որ մեզի առաջնորդ է սրբության կյանքիմը։ Թույլ դուր, որ Աստծո խոսքը քեզի գերբարանափոխ է, քեզի transform անե, բարդված վիճակետ քեզի հաղթական վիճակի դանի, հուսահատ վիճակետ քեզի հույսով լեցնե, անհավատ վիճակետ քեզի հավատքով լեցնե։ Թույլ դուր, որ Աստծո խոսքը կործե քու մեջդ։ Մի կարծրացներ սիրտդ։ Սերմնացանին արագին մեջ սերմը ջամփուն եզերքը ինգավ։ Թերչունները գսեն եկան եւ ինչերին գերան։ Ինչու գերան։ Որովհետեւ այդ սերմը հողին դագը չանցավ, այդ հողը գարձր էր։ Սերմը հոն մնաց։ Աստուծո խոսքը երբ որ քարացած գարձր սրտին կհանդիպի, չի թափանցեր։ Գագուղցուր քու սիրտդ, որբեսի խոսքը թափանցե քու կյանքիդ մեջ։ Թույլ դուր, որ այդ խոսքը մտնե եւ իր կորձը անե, ինչ որ պետք է որ անե քու կյանքիդ մեջ։ Թողդերը զորացնե մեզի, թողդերը օգնե մեզի, թողդերը իմաստություն տա մեզի, որպեսզի կարողանանք իմաստությամբ վարվել խոսքին հետ։ Եվ թույլ տալ, որ իր խոսքը գերբարանափոխե մեզի, transform անե։ Մեկ վիճակ է ուրիշ վիճակի։ Աղոթենք։ Ով դեր քու խոսքդ գենթանի է եւ զորեղ է։ Քու խոսքդ կյանք տվող է, քու խոսքդ կփոխե, քու խոսքդ կզորացնե, քու խոսքդ կպաշտպանե, քու խոսքդ հույսով կլեցնե, քու խոսքդ կմխիթարե, որքան շնորհակալ ենք ով դեր, Ետագամի շարքը երկար է ով Աստված, շնորհակալ ենք քեզ, որ այս խոսքը մեր ցերկերուն մեջ մատչելի է այսօր, օգնե մեզի անոր արժեքը գիտնալու։ Գիտենք ով դեր որ քու խոսքդ մեր ոտքերուն ջրակ է եւ մեր շավիղներուն լույս է։ Մեզի օգնե ով դեր որ քու խոսքդ մեր ջամփաներուն մեջը բերենք, մեր կյանքին մեջ ըլլա քու խոսքդ, որովհետեւ մեր խավար կյանքը ով դեր լուսավոր է, կարողանանք քալել քու ճամփաներուտ մեջ վստահ երբով, որ դու մեզի հետ ես եւ դու մեզի գարաշնորհես։ Մեր միտքը բաց, մեր սիրտը բաց, որովհետեւ կարողանանք ընդունել քու խոսքդ։ Մեր սրտի մեջ պահենք եւ խոսքիդ համաձայն, որ գսես խոսքդ սրտիս մեջ պահեցի, որովհետեւ չմեղանչեմ քեզի դեմ։ Օգնե մեզի քու խոսքիդ ընկերակցությամբ սուրբ եւ մաքուր կյանք ապրելու։ Շնորհակալ ենք քեզ ով դեր։ Քեզի կհանձնվենք, մեզի իմաստությամբ պտլեցուր։ Մեր Տերոջը Հիսուսի անունով կխնդրենք այս բոլորը։ Ամեն։
Տեր օրհնե բոլորս մի եղբայր Պոլոմեզի եղանակ մգնվակե մեր սիրո նվերները տանք։ Ամեն։ Ոտքի վրա միասին տևնական աղոթքը երգենք։ Եվ զորություն և փառք հավիտյանս և հիմա մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անհուն շնորհքը, Հոր Աստծո անպատմելի սերը և Ոգին Սրբո հաղորդակցությունը ու պաշտպանությունը մեր բոլորին հետ լա։ Ամեն։ Esther David.